Ողջույն ողջույն, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց եթե դեմ չեք սկսենք այս թեմայից, տեսեք, իրապես այդ վարաշենի աղբանոցի ծուխը քաղաքի բոլոր հատվածներով այլևս տարածված են եւ այդ թունավոր ծուխը ըստ էության մահվան սպառնալիք է յուրաքանչյուրիս համար, այս բացի թողի վիճակը, այս քաղաքապետարանի անգործությունը ինչի դրսևորում է, խնդրեմ։ Նրա դրսևորումն է, որ Երևանի ընտրություններում նրանք գողացան բնակիչ քաղաքացիների, երևանցիների ձայները, ինչ իմաստով, որ երևանցին քվեարկել էր մեկ ուրիշ ուժի, այդ մյուս ուժից վերցրեցին մարդկանց եւ օգտագործեցին, որպեսզի քաղաքացիական պայմանագրի տեխնացուն դառնա քաղաքապետ, այսինքն գողացան ընտրությունը, մարդը գնացել է քվեարկել ուրիշ ուժի, բայց քաղաքապետը դառնում է, չգիտես ինչի, Տիգրան Ավինյանը։ Ընտրագողության արդյունք է, որովհետև եթե դու կարող ես այսպես ցանկացած պայմաններում դառնալ քաղաքապետ կամ այլ պաշտոնի նշանակվել, բնականաբար չկա որևէ հակակշիռ, որ պետք է քեզ ստիպի, որ դու ճիշտ իրականացնես քո ծառայությունները։ Իհարկե Նուբարաշյանի այդ իմ գլուխն էր ցավում, ամբողջ օրը գլուխս ուժեղ ցավում էր, ոնց որ ներսս փոշի լիներ, բայց այս իրավիճակում, եթե այս իշխանությունը եկել էր Արցախը հանձնելու թեմայով եւ իրենց ամբողջ էներգիան, մտավոր ունակությունը զբաղված էր Արցախը հանձնելու թեմայով, բնականաբար ուրիշ բանով չէին հասցնելու զբաղվեին։ Քանի որ Արցախը հանձնելու թեման այնպեսի սուր թեմա է, որ բնակիչների մոտ էլ է ցասում արթնանալու, հետո իրանք պետք է իրենց էներգիան վատնեին այդ ցասումը զսպելու համար։ Հիմա որ այդպես ամենտեղ այդ ուղղությամբ է աշխատում տարբեր օղակներում, տարբեր կառավարիչների ուղեղները, ոնց կարան իրանք ասենք համայնքային կյանքերը ապահովել։ Իրանք կարող մենակ համայնքապետի դեմ ահաբեկչություն իրականացնեն, որ կարողանան հետո մնացած ընտրությունները կրկին գողանալ։ Եթե նախկինում մեզ հայտնի էր ընտրակեղծարարություն տերմինը, հիմա մենք գործ ունենք ընտրագողության հետ, որովհետև սա ոչ միայն կեղծում են ընտրությունը, այլ գողանում են, այսինքն ընտրակեղծարարությունը ընտրագողության ենթաշերտ է։ Սա ավելի մեծ շերտ կա այստեղ, հա, մարդը գնում է ընտրում է մեկ ուրիշ ուժի, մեկ էլ այդ մեկ ուրիշ ուժից մարդիկ դուրս են գալիս, գնում են հայտնվում են այն մյուս ուժի մոտ։ Գողանում են, էլի։ Զրուցակիցներից Արտուրը Համբարձումյան ասում էր թողոպելի վարորդները բոլորը միավորվեն Տիգրան Ավինյանի համբալասող պապային տանեն հետ նվարաշենի։ Չէ, դե տենց չի, մենք շատ ենք խոսել դրա մասին, բոլորը միավորվելով չի, դա կազմակերպչական աշխատանք է պետք, կազմակերպողներ են պետք, որպեսզի այդ ամեն ինչը իրականանա։ Այն աղբանոցը, որ իրենք այսօր պահում են չեն վերամշակում, դրա փոխարեն օրինակ ինքը իր ընտանիքի անդամները $490,000 առանձնատուներ են իրենց համար կառուցում։ Էս է իրականությունը։ Հա, կոռուպցիայի մեջ խեղդված է։ Դե հիմա եթե 150,000 մարդու կարաս էթնիկ զտման ենթարկես, ցեղասպանության ենթարկես, առանձնապես ծուխը տենց մեծ խնդիր չի։ Կարան ծառերն էլ կտրում էին, նոր ուրիշ ծառեր էին տնկում, այսինքն ընդհանրապես որևէ sense էթիկական շերտ չկա այս իշխանության մոտ, որ մենք սկսենք քննարկել նաև այդ ծխի հարցերը։ Շատ մազալու կլինի, եթե օրինակ շինարարների մետրոյի կայարանը որոշան սովետաշենում բացել սրանից հետո, սա կլինի ուրախություն մեզ համար։ Այսքանը Նուբարաշենի թեմայով։ Ակին Ռուբեն Վարդանյանի հետ կապված, խնդրեմ։ Հա, ուրեմն այստեղ մի հատ լուրջ գերիների թեման է, Իսրայելը հասնում է նրան, որ գերիների վերադարձում է, իսկ այս իշխանությունը բառը բնիմաստով որովհետև Իսրայելում գոյություն ունի իսրայելական իշխանություն, Պաղեստինում գոյություն ունի Պաղեստինի շահերը հետապնդող կազմակերպիչներ կամ իշխանություն որոշ մարդկանց համար, Հայաստանում գոյություն ունի թուրքական իշխանություն եւ բնականաբար հայ գերիները գտնվում են Թուրքիայի ձեռքում եւ Հայաստանի իշխանությունները չեն զբաղվելու հայ գերիների վերադարձով, որովհետեւ Թուրքիայի իշխանությունն է այստեղ։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի հետ կապված, հա, սա լուրջ հարց է, ես ուզում եմ բոլորս մի հատ ուշադրություն դարձնենք այս հարցին։ Ուրեմն միավորված ազգերի կազմակերպությունում ՄԱԿ-ում կա հանձնախումբ, որը զբաղվում է կամայական կալանավորման հարցերով, այսինքն
եթե ինչ որ մարդու որևէ պետություն կամայականորեն է կալանավորել, բանտարկել, ազատությունից զրկել, այս հանձնախմբին են ներկայացնում այդ մարդու գործը եւ նրանք քննում են եւ եզրակացություն են կայացնում, արդյոք այդ կալանավորումը կամայական է, թե համապատասխանում է օրենքներին եւ այլն եւ այլն։ 2024 թվականին այդ խումբը քննել է նաեւ Ռուբեն Վարդանյանի գործը։ Մենք գիտենք, որ Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվի բանտում որպես պատանդ, ոչ թե որպես գերի, այլ որպես պատանդ, որովհետեւ գերին պատերազմական իրավիճակում անազատությունից զրկված մարդն է, իսկ մենք գիտենք, որ Ռուբեն Վարդանյանը բացի ազատությունից զրկվածնելու նաև Հայաստանի Հանրապետության վերացման շանտաժն է կրում, հա, իր մեջ Ալիևի համար։ Ու ստեղից վերադառնալով ՄԱԿ-ի թեմային, ուրեմն այդ հանձնախումբը 2024 թվականին քննել է 71 գործ։ 71 գործ է քննել, որից 70-ը նա համարել է, որ այո, կամայական են եղել այդ կալանավորումները։ Եվ ընդամենը մի գործ է եղել, որ նա համարել է, որ ոչ կամայական չի։ Եվ դա եղել է Ռուբեն Վարդանյանի գործը։ Պատկերացնում եք 71 գործից միայն մեկն են համարել, որ կամայական չի։ Եվ այն դեպքում, երբ որ մենք գործ ունենք այս դիկտատորական ռեժիմի հետ, որը շինծու բաները, դատավարություններ է իրականացնում, ցեղասպանություն է իրականացել Արցախում, ժողովրդավար պետությունը վերացրել է աշխարհի երեսից ժամանակավոր, բայց նրանք չեն համարել, որ դա կամայական է։ Բայց ինչի չեն համարել։ Ինչի չեն համարել, որովհետև այդ հանձնախմբի ղեկավարը Գաննա Յուտկիվսկան պարզվել է, որ սերտ կապեր ունի Ադրբեջանի Սոկար ընկերության հետ, ֆինանսական կապեր ունի, ինչպես նաև պարզվել է, որ նրա ամուսինը ադրբեջանցի է, որը Ուկրաինայում քաղաքական գործիչ է, որին նաև մեղադրվում է կոռուպցիայի համար, ու այսինքն Ռուբեն Վարդանյանի գործը քննել են ադրբեջանական գործակալները, կարելի ասել, կամ առնվազն Ադրբեջանի հետ փոխկապակցված անձիկ։ Ու փաստորեն նույնիսկ ՄԱԿ-ում Ադրբեջանը, որը աշխարհի ամենադիկտատորական բռնապետական եւ անիմաստ պետություններից մեկն է, փաստորեն նա նույնիսկ ՄԱԿ-ում է ներդնում մարդկանց, որոնք պետք է քննեն մեր գործերը։ Եվ ըստեղից հետևություն, որ նախ այդ պետք է ՄԱԿ-ը վերանայի այդ գործը, ինչպես նաև այդ Գաննա Յուտկիվսկային պետք է հեռացնի այդտեղից, որովհետև շահերի բախումներ կան, հստակ երևում է, ինչպես նաև պետք է բոլորս պահանջենք ՄԱԿ-ից եւ միջազգային կառույցներից, որ ուշադրության կենտրոնում պահեն, ինչպես նաև պահանջենք, որպեսզի թուրքական եւ ադրբեջանական այդ ներկայացուցիչներով արդարությունն ու իրականությունը չփորձեն վերացնել։ Հիմա նորից այդ հանձնախումբ եւս մեկ գործ է ուղարկվելու մեր պատաններից մեկի հետ կապված եւ պետք է աչալուրջ լինենք ու ուշադիր լինենք, հետևենք։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը վերջերս Միավորված ազգերի կազմակերպությունում ելույթ ունեցավ, բնականաբար չխոսած ոչ գերիների, ոչ պատանների մասին, դե արդեն ավելորդ հասել արցախցիների վերադարձի իրավունքից չխոսած, մշակութային ժառանգությունը վերացնելուց, բնականաբար չխոսած, ինչու, որովհետեւ կրկին մեր երկիրը ընկել է թուրքական իշխանության ձեռքը, բայց հենց Միավորված ազգերի կազմակերպություն, հենց ամբիոնից պետք է ասել, ընկել ջան, ձեր հանձնախմբերից մեկի մեջ այսպիսի դեպք կա, բայց այդ դեպքը փաստորեն այդ հնարավորությունը բնականաբար Արցախը հանձնած անձնավորությունը չօգտագործեց եւ ոչ էլ արտաքին գործերի նախարարությունն է ծպտուն հանել եւ բնականաբար ծպտուն չէր հանի, ոչ էլ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն է որևէ բան ասել։ Մի խոսքով, մենք հասկանում ենք, որ ամբողջ այս համակարգը, որը ստեղծված է մեզ պաշտպանելու համար, զբաղված է հենց այս Գաննա Յուտկիվսկաներին այսենց կաշառված, կոռումպացված կամ զուտ խնամի ծանոթ բարեկամ միջոցներով
աջակցելուն։ Այնպես որ սա էլ ՄԱԿ-ի հետ կապված Մյուս թեմաները, որոնք առանձնացրել եք, խնդրեմ։ Ես կուզեի մենք մի հատ բան arczepiskoposների հետ կապված խոսենք, բայց որ տեսանկյունից, նայեք, հիմա փաստորեն Միքայել arczepiskopos Աճապահյանին 2 տարով բանտարկել են, ազատազրկել են։ Ովքեր, ինչպես ասացինք, դա Հայաստանի իշխանությունը չի, այլ թուրքական շահն է այստեղ, որովհետև անհնար է պատկերացնել անմեղ arczepiskoposին, այն էլ ասենք մի քանի տարի առաջվա ասած ինչ-որ բանով կարծիքի համար բանտարկել, հա, հասկանալի է դա։ Իսկ եթե թուրքական իշխանությունը, դա նշանակում է, որ ցեղասպանությունը շարունակվում է։ Բայց ինչի համար եմ հատուկ ուզում այս թեմային ուրիշ տեսանկյունից անդրադառնալ։ Հոկտեմբերի 19-ին Հռոմի Պետրոսի հրապարակում լինելու է սրբադասման կարգ։ Սրբադասվելու է մեր հայրենակից Իգնատիոս Մալոյանը։ Նա ևս arczepiskopos էր, Մարտինի եկեղեցու arczepiskoposն էր եւ նա ցեղասպանության զոհ էր։ 1915 թվականին նրան ձերբակալում են, ինչի համար են ձերբակալում, կարաք գուշակեք։ Ձերբակալում են պետության հեղաշրջման փորձ իրականացնելու համար եւ իբր ֆրանսիացիների հետ էր համագործակցում։ Այսինքն գրեթե նույն բանն է, ինչ կատարվում է մեր հիմիկվա Բագրատ եւ Միքայել Աճապահյան arczepiskoposների հետ։ Նրան ձերբակալում են նա կաթոլիկ եկեղեցու arczepiskopos էր, հա, հայ առաքելականի չէր, նրան ձերբակալում են իր հետևորդների հետ, հարյուրավոր մարդկանց հետ ու նրան ստիպում են, որպեսզի կրոնափոխ լինի։ Նա կրոնափոխ չի լինում, նրան խոշտանգում են, վկայություններ կան, որ եղունգներն են հանում, բայց նա շարունակում է մնալ իր հավատքին ու կրոնափոխ չի լինում, իր առաջ եւս վկայություններ կան, որ իր հոտի մարդկանց են սպանում, հետո նրան արդեն հունիսի 11-ին, երբ որ այդ գաղթի ճանապարհին եւս մեկ անգամ որ ասում են կրոնափոխ եղի, նրան գնդակահարում են, սպանում են։ Ու հիմա հոկտեմբերի 19-ին, այսօր քանիսն է ամսի, հոկտեմբերի 11, 12, չէ, 14-ն է, 5 օրից մեր ազգակիցը, որը ցեղասպանության զոհ է, կաթոլիկ եկեղեցին կսրբադասի։ Սա ինչի եմ ասում, որովհետև այն ինչ կատարվում է հենց հիմա, սա շարունակությունն է Իգնատիոս Մալոյանի պատմության, հա, որ Միքայել Աճապահյանը հիմա նստած է բանտում, նույն բանն է։ Նրան ասել են կրոնափոխ եղի, կրոնափոխ լինելը այս պայմաններում նիկոլականությունն է։ Տեսեք, ինչպես օրինակ են բաներին երիտասարդներին կրոնափոխ արեցին, Տեր Արամին օրինակ Հովանավանքից կրոնափոխ արեցին, չէ՞։ Փաստորեն իրան փոխեցին նրա ենթակայությունը եւ պատկանելիությունը հայ առաքելական եկեղեցուց ու լարեցին կաթողիկոսի դեմ։ Այդ տղան գնաց հանրային հեռուստատեսություն եւ սկսեց խոսել եկեղեցու դեմ։ Այն պայմաններում, երբ որ arczepiskoposները հիմա Իգնատիոս Մալոյանի պես 1915 թվականի պես գտնվում են այդ անարդարության ճիրաններում։ Եվ այս Արամը փաստորեն որևէ մեկս կասկած չունի, չէ՞, օրինակ Թովմաս ինչան էր Թովմասը Թովմաս Առաքելյանը գրառում էր այն մասին, որ կապվել են իր հետ եւ ասել են, որպեսզի համագործակցի քաղաքացիական պայմանագրի հետ։ Մենք հասկանում ենք, թե ինչ է դա նշանակում, դա նշանակում է, որ պետք է իրան էլ ուղղեին եկեղեցու դեմ։ Հիմա եթե Թովմաս Առաքելյանը սրա մասին խոսել է, մենք բան ունենք, չէ՞, այդպես տրամաբանություն ունենք, որ նաև այս Տեր Արամին են նույն առաջարկը արել, երևի այդպես մի քիչ փող են առաջարկել, ասենք 1000-2000 եվրո, ինչպես նաև առաջարկել են, որ գիտես, մի հատ էլ հանրային հեռուստատեսությամբ բան հարցազրույց կտաս Պետրոսի մոտ, երևի ոտքերը թուլացել է դրանից,
եւ համաձայնելը, որպեսզի իրեն օգտագործեն եկեղեցու դեմ, որովհետեւ նաեւ ոնց հասկացանք ինչ-որ նեղած կոտություններ ուներ, հա, մեջը ինչ-որ բաներ, իրեն տենց ճնշվածի տեղ էր դրել։ Փաստորեն նրան իսկ ինչ է նշանակում Հայաստանի ներկայիս պայմաններում կրոնափոխ լինել, հենց նշանակում է ծառայել ում Նիկոլ Փաշինյանի, որովհետև Նիկոլ Փաշինյանը ով է, այո, Թուրքիայի ներկայացուցիչը Հայաստանում, այսինքն ծառայել հայերի դեմ իրականացվող ցեղասպանությանը, ինչը հիմա օրինակ Տեր Արամը հենց դա է անում։ Եթե հոկտեմբերի 19-ին Իգնատիուսին սրբադասում են հենց այդ իր զրկանքների ու այդ անձնազոհության ու հավատքը պահելու համար, ապա այս պարագայում հակառակն է, նրանք փողի դիմաց են արել, թե հանրայինում հարցազրույց տալու համար են արել, թե այլ ինչ-որ մեդալա, չգիտեմ ինչա, ինչ կարող խոստացել են կաթողիկոս կդառնաս, մի խոսքով սենց ինչ-որ բաներ, կարևոր չի, ինչ-որ բան խոստացել են, կամ շանտաժ են արել, բայց ավելի հավանական է, որ բան են արել, խոստացել են եւ նա հաստատորեն կրոնափոխ է եղել։ Այսինքն այս պատկերը հաշվի առնելով նախ հոկտեմբերի 19-ին եկեք բոլորս տենց մեծ ոգևորությամբ սպասենք, որովհետև տեղի է ունենում մի բան, սա առաջին հայն է, որը սրբադասվում է կաթոլիկ եկեղեցում իդեպ, եւ տեղի ունենալու մի բան, որը կապված է նաեւ մեր այդ ողբերգության հետ եւ արդարության վերականգնման հետ, հա, այսինքն պարզապես arczepiskopos չի, նա նաեւ բան է, ցեղասպանության զոհ է եւ եթե նա ցեղասպանության զոհ էր, մենք օրինակ մեր մասին կարող ենք ասել, որ մենք հիմա վերապրում ենք ցեղասպանությունը բոլորս, որովհետեւ այդ շղթան շարունակվում է։ Եթե այս պահին Միքայել Աչապահյան arczepiskopos-ը անմեղ լինելով հանդերձ գտնվում է բանտում, սա նշանակում է, որ ցեղասպանության շարունակությունն է։ Նրան ասում են կրոնափոխ եղիր, նա ասում է վատեք, հաջող։ Եվ դրա համար այս Իգնատիոս Մալոյանի հետ կապված այս պատմությամբ կարող ենք ավելի ընկալել, թե ինչ է կատարվում հիմա։ Սա էս սրա հետ կապված։ Անհետ կորածների ծնողները, ովքեր իրենց արդար պահանջներ են առաջ քաշում, որ իրենց զավակներից որևէ տեղեկություն ստանան, մարդիկ բանտում են իրենց, մի մայրը, Արսեն Ղուկասյանի մայրը ասում է, զավակիս թորանս կորցրել եմ մարտի դաշտում, կտվի օրն եմ ընկել, ձագերից հերթով տանում ու սպանում են, հիմա էլ Արսենին են բանտել ու ասում է, որ Փաշինյանն իրենց զգուշացրել է, որ որդուդ վրա գործ կկարեն, որ խելքը գլուխը հավաքի, խնդրեմ։ Կրկին նույն պատմությունն է, նույն պատճառով անընդհատ կարելի է կրկնել, որ անհայտ կորածի ծնողին այսօրը գցողը միայն կարող էր անել թշնամին, որովհետև թշնամին թքած ունի, որ Հայաստանում հայ մարդը իր զավակին կորցրել է, չէ՞ որ նրա զավակը կռվել է մյուսների դեմ, հետևաբար ասենք կարելի է հանգիստ բան տարկել, ինչ ուզել անել։ Սա իհարկե միայն անհայտ կորածների մասին չի, ծնողների մասին չի, զոհվածների ծնողները, անհայտ կորածների ծնողները, հա, այդ վերաբերմունքը, որը գոյություն ունի, վկայում է դրա մասին։ Նախորդ զրուցակցի հետ ես լսում էի, որ խոսում էին այդ բանի մասին, հա, այդ ազգային ժողովում քաղաքացու վրա թքող անձը Ալեն Սիմոնյանը, որ ասում էր արցախցիներին բա կռվեիք։ Հիմա էլ խնդրեմ, կռվողներն են, չէ՞։ Ինչ էր ասում էր բանը, Հայաստանում կռվել են, թող Արցախում էլ կռվեն, հա։ Խնդրեմ, Հայաստանի կռվածներին են վերաբերում, չէ՞։ Այս անհայտ կորածի ծնողը հայաստանցի կռված է, այս ինչ վերաբերմունք է, նույն վերաբերմունքն է ինչ որ արցախցիների հանդեպ, որովհետև երկուսն էլ հայ են, թե նա թե այստեղի անհայտ կորածն է հայ, թե Արցախում անհայտ կորածն է հայ։ Այսինքն մենք պարզապես գործ ունենք այդ ընդհանուր հայերի նկատմամբ վերաբերմունքի, սակայն թուրքերի համար հեշտ է, հա, առանձնացնել հայերի մեջ ինչ-որ Արցախ կտորը եւ դրանով բան անել, կռվածնել իրար եւ դա հրաշալիորեն կատարում է ով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Ալեն Սիմոնյանի եւ մնացածների նկատմամբ։
Այս իրավիճակը բնականաբար մի օր իր հանգուցալուծումը ունենալու է, որովհետև չի կարող պարզապես աշխարհը եւ մենք աշխարհին համոզելով հաշտվել, որ կարող է այդպես մի քաղաքակրթություն լինել, որը ինքն է որոշելու, թե ով ինչպիսին պետք է լինի, հա։ Օրինակ ինքն է որոշելու, որ ասենք Իգնատիոս Մալոյանը պետք է լինի քրիստոնյա, թե մահմեդական, եւ թե arczepiskoposները լինելու են նիկոլական, թե լինելու են եկեղեցական։ Հիմա փաստորեն գնում է այդ process-ը, եկեղեցին սարքել նիկոլական, հա, բան, ամենայն Նիկոլո եւ բան եկեղեցի, բայց շատ կարեւոր է սրա հետ կապված վաղարշապատի ընտրությունները, հա, վաղարշապատի ընտրություններում որևէ պարագայում պետք է թուրքական այս ֆաշիզմը չհաղթի, սա իսկապես ֆաշիզմ է, որովհետեւ նա գերակայում է իրեն մյուս ազգերի նկատմամբ, նա վերացնում է մնացած բոլորին իր ցեղասպանական գործիքներով, տեսանք Սիրիայում նաեւ ինչ արեցին, եւ տեսնում ենք Ադրբեջանում ինչա տեղի ունենում, հա, թալիշների, լեզգիների հետ, թալիշների առաջնորդներին սպանում են, բանտերում, չեն թողնում իրանց լեզուն նորմալ սովորենի մշակույթը իրականացնեն եւ այլն եւ այլն։ Սա այն տեսակն է, որը խանգարում է աշխարհի զարգացմանը, որովհետեւ եթե դու վերացնում ես ուրիշ տեսակներին, դու թույլ չես տալիս, որ նրանք կարողանան աշխարհին օգուտ տալ, հա, պարզապես դու ուզում ես, որ նրանք քո պես լինեն։ Իսկ ասենք այս տիեզերքում, որտեղ լիքը անելու բան կա եւ լիքը գալակտիկաներ եւ աստղեր գոյություն ունեն, շատ կներեք Թուրքիան շատ չնչին ինչ որ մի հատ բանը, որ որոշի թե ով ինչպեսին պետք է լինի։ Ու վաղարշապատի ընտրություններում սա նաեւ այդ խորհրդանշական պահն է, որ եթե հանկարծ սրանք հաղթեն վաղարշապատի ընտրություններում, լինելու է հարված մեր ինքնությանը ու ամենայն հավանականությամբ վաղարշապատի ընտրությունից հետո նրանք կարող է սկսեն այդ իրանց վեհարանը զավթելը ավելի մեծ թափով անել։ Սա չի նշանակում, որ դրանից առաջ չեն փորձելու անել, դրանից առաջ ամենայն հավանականությամբ, եթե լավ պահ լինի, նրանք կփորձեն անել, բայց նաև ընտրությունների ժամանակ պետք է նկատի ունենան բոլոր ուժերը, բոլոր բացի ԿՊ-ից եւ բանից Արամ Սարգսյանի ուժից, քանի որ դա նույնն է, բոլորը պետք է հասկանան, որ ստեղ եւ լինելու է ընտրագողություն եւ մարդկանց աշխատանքից են հեռացնելու, իմիջիալոց ասում են, որ արդեն սկսել են, եւ ամենակարևոր բաներից մեկը սա առաջին ընտրությունն է, որտեղ հեծը գտնվում է թշնամու ձեռքում։ Հեծը օգտագործվելու է Հայաստանի քաղաքացիների վաղարշապատ համայնքի բնակիչների ընտրությունները գողանալու համար։ Բացի այդ կառույցների մարդկանց ներգրավվելով, նաև մենք կտեսնենք լույսերի անջատումներ եւ բոլոր լրատվամիջոցներն են, թե ընտրատեղամասերն են, խորհուրդ եմ տալիս անպայման այլընտրանքային տարբերակ ունենալ լույսի համար, սա անպատճառ լինելու է, նրանք չեն կարող պարզապես չօգտագործել, հեծի զավթումը ինքը ուղիղ նաև կապված է ընտրագողությունների հետ, թուրքական սխեմաներում շատ ենք տեսել, որ էլեկտրականությունը հաճախ է օգտագործվում ընտրակեղծարարությունների համար, տենց վաղարշապատի ընտրություններում հաջողություն եմ մաղթում այն ուժերին, որոնք դուրս են եկել ընդդիմանալու հայոց ցեղասպանությանը եւ մեր իրավունքների պաշտպանության համար են մասնակցում, այսքանը